Ինչով է պայմանավորված Եվրամիության, ՄԱԿ-ի եւ մյուս միջազգային կառույցների բացական զեկույցները Հայաստանի մասին։ Բոլոր միջազգային կառույցները արդեն հոգնում են Հայաստանի իշխանություններից եւ դա հիմք ունի։ Բոլոր տված գումարները անարդյունավետ են գնում, բոլոր ծրագրերը վերջնական ճիշտ եզրակացությունների արդյունքների չեն հասնում, բոլոր վստահությունները, հանդուրժողականությունները, համբերատարությունը ի վերջո իրենց ուզած նպատակին չեն հասնում։ Հոգնում են Մարդիկ հոգնում են, որովհետև Հայաստանը բազմիցս, Հայաստանի իշխանությունը բազմիցս ապացուցում է, որ իր վրա դրած ջանքերը իզուր են անցնում։ Մեկ թռնում է Եվրոպա, մեկ թռնում է Ռուսաստան, հետո քաշվում է նրան, հետո մյուսի հույսերը չի արդարացնում։ Այսինքն Հայաստանը դարձել է անլուրջ գործընկեր։ Հայաստանի նկատմամբ որևէ վստահություն չկա, ուղղակի արդեն չեն էլ հրավիրում որևէ միջազգային լուրջ կառույցների։ Դա է պատճառը, որ ուղղակի հոգնում են եւ հիասթափվում են մեր իշխանությունը։ Ասիական տնտեսական միության վերջին հանդիպմանը նկատի ունեք։ Այո, իհարկե։ Այո, Աստանայի հանդիպում տարօրինակ եւ աննախադեպ էր, երբ դու մի կառույցի անդամ ես, ընդամենը 4 երկիր այդ կառույցի մեջ 3 մասնակցում են, քեզ չեն հրավիրում։ Եվ քննարկում են լրջագույն խնդիրներ։ Օրինակ, ամենալուրջ խնդիրը, որ այնտեղ քննարկվում է, արդեն սկիզբ է դրվել, միասնական վալյուտա ունենալու խնդիրն է։ Դու կամ պետք է կողմ լինես, կամ դեմ լինես, կամ կարծիք ունենաս, կամ առաջարկ ունենաս, ով է Հայաստանի շահը ներկայացրել այդ խնդիրների շուրջ այնտեղ։ Այնտեղ փոխվարչապետները հետո հանդիպել են, լուրջ տնտեսական խնդիրներ են լուծել, լուրջ տնտեսական խնդիրներ։ Հայաստանը չկա դրա մեջ։ Այդ խնդիրները կերևան մայիսին, բայց Հայաստանը չի էլ մասնակցել։ Այնտեղ որոշումներ կկայացվեն մեր նկատմամբ, բնականաբար, եթե դու այդ կառույցի անդամ ես, եւ դու չես իմանա թե ինչ վերաբերվես, քանի որ արդեն եղել այդ որոշումները։ Մենք այստեղ սուբյեկտ չենք, հասկանում եք, մենք որոշումներ կայացնող չենք, այլ մենք մի օբյեկտ ենք, որի նկատմամբ որոշում են կայացնում։ Սա սուվերենության աննախադեպ կորուստ է։ Փոխարենը Հայաստանը կարծես թե նորից ակտիվացրել է Եվրամիության հետ այդ եվրոինտեգրման process-ները։ Ցանկացած ակտիվացում լավ է, եթե դու ընդհանուր դաշտի մեջ ես։ Մենք այդ ակտիվացման դառը պտուղները սեպտեմբերի 3-ին տեսանք։ 4 տարի փող ծախսվեց, նպատակ գնաց, օրենք գրվեց, ամբողջ Հայաստանը աշխատեց եվրոպական ասոցիացիան փաստաթղթի վրա, բայց հանկարծ մի օրվա մեջ Սերժ Սարգսյանին այնպեսի ապտակ տվին քաղաքական, որ ինքը եկավ ուրիշ դաշտում հայտնվեց։ Հիմա եթե այս process-ի շարունակությունն է, ուրեմն դա էլի բերելու է Հայաստանին ապտակների։ Դու չես կարող այն երկիրը չես, որ համաձայնեցված քաղաքականություն չանես քո ռազմավարական ընկերների հետ։ Մասնավորապես Ռուսաստանի արտաքին քաղաքականությանը Եվրոպայի հետ կապված մեր այս բաները համաձայնեցված են, թե ոչ։ Եվ հակառակը, ես միակողմանի չեմ ասում, եւ եվրոպացիների հետ, եւ Ռուսաստանի հետ հարկավոր է բաց տեքստով խաղալ։ Բաց քաղաքականություն իրականացնել, համաձայնեցված քաղաքականություն, որտեղ Հայաստանը կարող է երկու կողմից էլ ճզմվի ուղղակի։ Իսկ խելոք երկրի ղեկավարը բաց ճշգրիտ համաձայնեցված քաղաքականություն է տան եւ շահում է դրանից։ Չգիտեմ, ես համոզվել եմ 2 անգամ, որ բաց չի եղել։ Մեկ Ռուսաստանի հետ հարաբերություններ, մեկ Եվրոպայի հարաբերություններում եւ մտավախություն ունեմ, որ հիմա էլ բաց չի։ Մտավախություն ունեմ, որ մենք հարվածներ կարող ենք ստանալ եւ այնտեղից եւ այնտեղից։ Որովհետեւ անհավասարակշիռ արկածախնդիր օրվա քաղաքականություն իրականացնող անձ է Սերժ Սարգսյանը։ Եվրամիության զեկույցում նաև տեսակետ կար, որ սահմանադրական բարեփոխումների հետ կապված կոնսոլիդացիա չկա։ Մինչդեռ մենք տեսանք, որ մի 2 շաբաթ առաջ Սերժ Սարգսյանը բավականին մեծ թվով ուժերի հետ հանդիպեց։ Ձեր ասած մեծ թիվը բացարձակ որակ չի կազմում։ Այնպես որ եթե 2-3 հոգի, 2-3 հոգյանոց կուսակցություններով գնացնեն Սերժ Սարգսյանի մոտ, դա բացարձակ կոնսոլիդացիա չի։ Եվ եվրոպացիները շատ լավ գիտեն, Բարգավաճ Հայաստանը հայտարարել է, որ դեմ է սահմանադրական փոփոխություն։ Եվ Բարգավաճը, եւ Ժառանգությունը, եւ ՀԱԿ-ը Հայաստանում այսօր գոնե այսօր ընդդիմադիր դաշտում քաղաքական ոչ իշխանական դաշտում ամենահզոր ուժերն են։ Այդ 3 ուժերն էլ արտահայտել են իրենց տեսակետը, նրանք դեմ են։ Եվ ձեր ասած կոնսոլիդացիան ընդհանրապես մի պազիկի մեջ, մի փոքր ավտոբուսի մեջ կտեղավորվի, որոնք աջակցում են Սերժ Սարգսյանին։ Այս Բարգավաճը վերջին դեպքերից հետո կարծես թե նույն սրությունը չունի եւ դժվար թե պայքարի կամ հակակարճություն իրականացնի։ Խոսում ենք սահմանադրության հետ կապված, ես վստահ եմ եւ խոսել եմ սահմանադրության հետ կապված Բարգավաճի տեսակետը ընդդեմ տեսակետն է։ Մի բան է դեմ լինել, մեկ այլ բան է հակակարճություն իրականացնել եւ պայքարել դրա դեմ։ Մարդիկ հիմա փոքր թայմ-աուտի մեջ են, սպասեք մի փոքր, իրենք կազմավորվեն, շունչ քաշեն եւ իրենց ասելիք կասեն։ Ես հուսամ, որ դրական կլինի, նորմալ կլինի։ ԵՄ-ի առաջարկությունը
ընտրությունների մեջ կար մի այսպիսի կետ, որ մինչև 17 թվականի խորհրդարանական ընտրությունները իշխանությունները փոփոխություն կատարեն ընտրական օրենսգրքում։ Ձեզ հետ նման քննարկումներ կան։ Ես չեմ քննարկում ընդհանրապես որևէ հարց, որը կապված է 17-ի 18 հետ, որովհետև ես ունեմ ծրագիր մինչև 17 ինչ որ բան անել։ Այնուամենայնիվ ընտրական օրենսգրքի փոփոխություն ակնկալում։ Հայաստանում պետք է արտահերթ ընտրություններ, ցանկալի կլինի լավ օրենքով, բայց հին օրենքն էլ հերիք է, եթե ժողովուրդը ստիպի գնալ նոր արտահերթ ընտրությունների։ Արտահերթ ընտրությունը արդեն որակ է։ Դա արդեն նոր հոգեբանություն է։ Կփորձենք դրան, բայց իհարկե, եթե լինի ավելի լավ օրենք, բնականաբար ավելի հեշտ կլինի այդ խնդիրը իրականացնել, բայց խնդիրը կամքն է։ Ցանկացած իդեալական օրենքով, եթե դնես Սերժ Սարգսյանին հերթականությունը, ինքը այնպես կկեղծի, որ քեֆդ կգա։ Մեր խնդիրն է փորձել արտահերթ ընտրություններ կազմակերպել, եւ մենք այդ ծրագրից ամենևին չենք հրաժարվի։